Professor Porceron, Porceron professor, Nora sottori այսօր, Porceron professor, Բարև իմ սիրելի ընկերներ, ես պրոֆեսոր Փորձերոնն եմ, իսկ գիտեք թե ինչու են ինձ այդպես անվանում? Այո, որովհետև ես ուսումնասիրում եմ թե ինչպես է աշխատում աշխարհը, ինչու է երկինքը կապույտ, ինչպես է կաթիլը գետ դառնում, կամ օրինակ թե ինչու են կատուները գիշերն ավելի լավ տեսնում։ Ես շատ եմ սիրում հարցեր, շատ հարցեր, իսկ ամենակարևորը ես սիրում եմ լսել ձեր հարցերը։ Որովհետև երեխաների հարցերին պատասխանելիս ամեն ինչ նորից եմ բացահայտում եւ կյանքը դառնում է ավելի հետաքրքիր։ Այստեղ մենք միասին կմտածենք, կփնտրենք եւ անգամ ամենաանսպասելի հարցերի պատասխանները ես կտամ ձեզ։ Ուրեմն պատրաստվեք, գիտության փոքրիկ արկածները սկսվում են։ Professor Porceron. Աշխարհը լի է գաղտնիքներով, իսկ մենք բացահայտում ենք դրանք։ Դե ինչ, ով է պատրաստ իր առաջին հարցը տալ պրոֆեսոր Փորձերոնին։ Հրաշալի է։ Մեզ գրել է Արշակը եւ ունի շատ կարեւոր հարց։ Պրոֆեսոր Փորձերոն, իսկ ինչու պիտի ծառեր տնկենք, չէ՞ որ ամեն տեղ արդեն շատ ծառեր կան։ Երեխաներ, Արշակը մեզ շատ կարեւոր հարց է տալիս։ Այո, ծառերը կարևորագույն անփոխարինելի դեր ունեն մեր կյանքում։ Ծառերը նույնքան կարևոր են, որքան օդը, որը մենք շնչում ենք։ Այս երկուսն ուղղակիորեն կապված են իրար հետ։ Ծառերը լույսի ազդեցությամբ կատարում են ֆոտոսինթեզ։ Այս երևույթը շատերին պետք է ծանոթ լինի դեր դպրոցից, երեխաներ։ Այո, իսկ ում ծանոթ չէ, բացատրեմ։ Ֆոտոսինթեզի միջոցով ծառերը կլանում են մթնոլորտում առկա ածխաթթու գազը, որն արտադրում ենք եւ մենք, եւ մեքենաները, եւ փոխարենը արտազատում են թթվածին, որը մենք շնչում ենք։ Մեկ մեծ ծառ տարեկան կարող է արտազատել այնքան թթվածին, որ բավարար կլինի մոտ 4 մարդու շնչառության համար։ Այսինքն, ծառերը բառացիորեն պահպանում են մեր կյանքը։ Դրանք համարվում են մեր մոլորակի պաշտպանները։ Այո, երեխաներ, ծառերը նաև կլանում են շատ փոշի։ Այո, կատարում են ջերմաստիճանի կարգավորիչի դեր։ Այն քաղաքներում, որտեղ շատ ծառեր կան, ամռանը ավելի զով է։ Ծառերը անգամ հողն են պահպանում։ Այո, ծառերի արմատները ամրացնում են հողը, որպեսզի անձրևներից կամ քամուց չսահի։ Ծառերը կենդանիների համար իսկական բնակավայր են, ինչպես մեզ համար քաղաքներն ու գյուղերը։ Թռչունները ծառերի ճյուղերի մեջ բույն են հյուսում, մեղուներն ու թիթեռները ծաղկից նեկտար են հավաքում։ Սկյուռիկները, մողեսները, միջատները ծառերի պտուղներով են սնվում։ Եթե ծառեր չլինեն, շատ կենդանիներ պարզապես չեն ունենա տուն եւ սնունդ։ Ինչու պետք է նոր ծառեր տնկել։ Ապագայի համար, երեխաներ։ Ծառն այսօր տնկելով մենք ոչ միայն մեզ ենք ապահովում մաքուր օդով ու բերքով, այլև մեր երեխաներին ու թոռներին, քանի որ ծառերն ապրում են տասնյակ, նույնիսկ հարյուրավոր տարիներ։ Դրանք քաղաքներն ու գյուղերը դարձնում են կանաչ ու գեղեցիկ։ Պատկերացրու փողոցներն առանց ծառերի, փոշի, տոտ, աղմուկ, իսկ ծառերը ստեղծում են ստվեր, զովություն ու գեղեցկություն։ Մրգատու ծառերը պտուղ են տալիս, խնձոր, տանձ, դեղ, ցոն։ Մեկ ծառը կարող է ընտանիքին տարիներ շարունակ կերակրել։ Կլիմայի պաշտպանություն։ Այո, երեխաներ, բոլոր ծառերը միասին կլանում են մեծ քանակի ածխաթթու գազ, ինչը մեղմում է գլոբալ տաքացումը։ Հետաքրքիր փաստեր ծառերի մասին։ Ամազոնյան անտառները համարվում են մոլորակի թոքերը, քանի որ արտադրում են աշխարհի թթվածի մոտ 20%-ը։ Աշխարհում կա ծառ, երեխաներ, որն ապրում է մոտ 5000 տարի, Մեթուսելա անունով Սոչին, Կալիֆոռնիայում։ Եթե մի պահ պատկերացնենք, որ ծառ չլինի, երեխաներ, դա շատ վատ կլինի։ Օդը կախտոտվի, անձրևների հոսքը կլվանան հողը, կենդանիների մեծ մասը կկորցնի տունը, մարդկանց կյանքն անհնար կդառնա։ Եզրակացություն. ծառ տնկելը փոքր քայլ է մարդու համար, բայց հսկայական նվեր երկրի ու ապագայի համար։ Տնկված ամեն ծառ նշանակում է ավելի մաքուր օդ, ավելի զով քաղաք եւ ավելի գեղեցիկ կյանք։ Հիմա դուք գիտեք, թե որքան կարևոր են ծառերը մեզ համար, երեխաներ։ Ինչ որ բան ասաց իր հարցերով։ Երեխաներ, հարցերոնն առաջարկում է ծառատուն կազմակերպել։ Շատ լավ գաղափար է։ Ուրեմն այսպես, երեխաներ, Արշակի գլխավորությամբ բոլորս տնկում ենք մեկ ծառ։ Լավ գաղափար է, չէ՞։ Հրաշալի է։ Այո, կարող եք նկարահանել եւ ուղարկել ինձ։ Դե ինչ, մինչ դուք կպատրաստվեք ծառ տնկելուն, ես անցնեմ հաջորդ հարցին։ Professor Porceron. Այսպիսով։ Հաջորդը տեսահարց է, երեխաներ։ Ինչ լավ է։ Եկեք լսենք, թե ինչ հարց են ուղարկել մեզ։ Բարև ձեզ, պրոֆեսոր Փորձերոն։ Ես Ռուբեն Հակոբյանն եմ, 11 տարեկան։ Խնդրում եմ ինձ կպատմեք մեղուների մասին։
Ինձ հետաքրքիր է, թե ինչու է նրանք այդքան կարևոր։ Հարցերոն, համաձայնիր, որ շատ լավ հարց է։ Ինչ։ Այնքան լավ հարց է, որ դու ես ուզում պատասխանել։ Ոչ, Հարցերոն, այստեղ հարցերին պատասխանում եմ միայն ես։ Իսկ դու լսիր ու սովորիր։ Երեխաներ դուք էլ հարմար տեղավորվեք եւ ես կպատմեմ մեղուների մասին։ Մեղուները փոքրիկ թռչող միջատներ են։ Այո, բայց իրենց դերը բնության մեջ ահռելի է։ Երկրագնդի վրա հայտնի է ավելի քան 20,000 տեսակի մեղու, բայց մեզ ամենահայտնին մեղրատու մեղուն է։ Մեղուներն ապրում են փեթակներում, որտեղ կա խիստ կազմակերպված ընտանիք։ Մեր մեղուն թագուհին այն ամենամեծն է եւ միակն է, որ ձվադրում է։ Աշխատող մեղուներ, փոքրիկ ու աներևակայելի աշխատասեր մեղուներ, որոնք հավաքում են նեկտար, կառուցում են փեթակը եւ պաշտպանում այն։ Բորեր, արուներ, նրանց միակ գործը թագուհուն բեղնավորելն է։ Այո, որպեսզի տեղի ունենա ձվադրում։ Ինչու են մեղուները կարևոր երեխաներ, որովհետև երեխաներ, մեղուները փոշոտում են բույսերը։ Երբ մեղուները ծաղկից ծաղիկ են թռչում նեկտար հավաքելու, իրենց մարմնով տեղափոխում են ծաղկափոշի եւ նստելով այլ ծաղկի վրա օգնում են բույսերին բեղնավորվել, այսինքն պտուղ տալ։ Գիտեք, որ աշխարհի սննդի մոտ 1/3-ը կախված է մեղուներից։ Եթե մեղուները չլինեին, մենք գուցե չունենայինք խնձոր, ծիրան, բալ, ցեղ, նույնիսկ շոկոլադ։ Մեղր ու մթերք են տալիս մեղուները երեխաներ։ Մեղուները նեկտարը փոխում են մեղրի, որը ոչ միայն համեղ է, այլև օգտակար։ Բուժում է կոկորդի ցավը, ուժ է տալիս։ Բացի այդ, այս միջատները մեզ տալիս են նաև մոմ, մայրակատ, որից պատրաստում ենք դեղորայք եւ նույնիսկ կոսմետիկա։ Էկո համակարգի պահապաններն են։ Եթե մեղուները անհետանան, շատ բույսեր չեն կարողանա բազմանալ։ Կենդանիները, որ բույսերով են սնվում, նույնպես կկորցնեն իրենց սնունդը։ Այսինքն, առանց մեղուների կփոխվի ամբողջ բնության հավասարակշռությունը։ Ձեզ պատմեմ հետաքրքիր փաստեր մեղուների մասին։ Մեղուն ունի 5 աչք, 2-ը մեծ, 3-ը փոքր։ Մեղուները կարող են տեսնել ուլտրամանուշակագույն լույսը, որը մենք չենք տեսնում։ Մեկ աշխատող մեղուն իր ամբողջ կյանքի ընթացքում արտադրում է միջինում 1 թեյի գտալ մեղր։ Իսկ ամբողջ փեթակը միասին 1 տարում կարող է հավաքել 10 կիլոգրամ մեղր։ Մեղուները պարում են։ Այո, երբ մեղուն գտնում է ծաղիկներով հարուստ դաշտ, նա վերադառնում է փեթակ ու պարելով ցույց է տալիս մյուս մեղուներին, որ դաշտը այնտեղ է։ Սա կոչվում է մեղվի պար։ Ինչու պետք է պաշտպանել մեղուներին։ Ցավոք երեխաներ, այսօր աշխարհում մեղուների թիվը պակասում է քիմիական նյութերի, օդի աղտոտման եւ կլիմայի փոփոխության պատճառով։ Եթե մեղուներն անհետանան, մարդիկ մեծ դժվարությամբ կկարողանան սնունդ ստանալ։ Հենց այդ պատճառով շատ երկրներում ստեղծվում են մեղվաբուծարաններ, իսկ երեխաներին սովորեցնում են չվնասել մեղուներին։ Այո երեխաներ, այլ խնամել ու պաշտպանել։ Մեղուները չափերով փոքրիկ են, բայց դրանց շնորհիվ աշխարհը լի է գույնով, ծաղիկներով ու համեղ մրգերով։ Այդ միջատներն իսկական հերոսներ են, բնության ազնվագույն պահապանները երեխաներ։ Տեսնում ես Հարցերոն, ինչքան կարևոր են մեղուները։ Ինչ։ Եթե դրանք այդքան կարևոր են, ինչու են մարդկանց խայթում։ Շատ լավ հարց ես տալիս Հարցերոն։ Այո։ Երեխաներ, դուք եք ուզում իմանալ։ Ինչ։ Կարծես դրանք բղավում են, այո։ Լավ, դե որ այդպես է, հիմա կբացատրեմ։ Մեղուները խայթում են միայն պաշտպանվելու համար։ Դրանք չեն հարձակվում մարդկանց վրա հենց այնպես։ Միայն այն դեպքում, երբ զգում են, որ իրենց փեթակը վտանգի տակ է, կամ եթե կարծում են, որ մարդը ուզում է վնասել իրենց։ Այսինքն, եթե մեղուն քեզ մոտ է թռչում, նա հավանաբար հետաքրքրված է քո հոտով կամ գույնով։ Միայն ձեռքով քշելու դեպքում է մեղուն խայթում։ Մեղվի խայթոցը նման է փոքրիկ ասեղի ծակոցի։ Խայթն ունի փշիկներ, որոնք մաշկի մեջ են մտնում, իսկ մեղուն չի կարողանում այն դուրս քաշել։ Ի վերջո, մեղվից խայթիչը փոկվում է, ու այդ պատճառով մեղուն մի քանի ժամ անց։ Հետաքրքիր փաստ, աշխատող մեղուն է սատկում խայթելուց հետո։ Իսկ թագուհին կարող է խայթել մի քանի անգամ, որովհետև նրա խայթիչը հարթ է, ոչ թե փշիկավոր։ Մեղվի խայթոցի ժամանակ մաշկի մեջ մտնում է հատուկ հեղուկ, թույնը, որը առաջացնում է այտոց ու կարմրություն։ Մարդիկ սովորաբար մի քիչ ցավ ու քոր են զգում, բայց դա անցնում է։ Որոշ մարդիկ ցավոք ալերգիա ունեն մեղվի խայթոցից։ Այդ դեպքում պետք է շտապ դիմել բժշկի։ Մեղուն իր խայթոցով նաև մյուս մեղուներին զգուշացնում է, որ վտանգ կա։ Միջատն արտազատում է հոտ ունեցող նյութ, որով տագնապ է հնչեցնում։ Փեթակը պետք է պաշտպանել։ Մեղվի խայթոցը հին ժամանակներում նույնիսկ որպես բուժում է օգտագործվել, օրինակ հոդերի ցավի դեպքում։ Այս մեթոդը կոչվում է ապիթերապիա։ Մենք պետք է զգույշ լինենք ու մեղուներին չվախեցնենք։ Եթե մեղուները հանգիստ են, մեզ չեն խայթի։ Դե ինչ երեխաներ, իմացանք, թե ինչքան կարևոր են մեղուները մեր մոլորակի համար։
Եթե էլի հարցեր առաջանան, կարող եք ուղարկել ահա այս էլեկտրոնային հասցեին։ Իսկ մենք տեսնենք, թե ով է մեզ գրել հաջորդ հարցը։ Պրոֆեսոր փորձերո Եվ այսպես, հաջորդ հարցը մեզ գրել է Լուսինեն։ Սիրելի փորձերոն, ես ապագա նկարչուհի եմ։ Հրաշալի է։ Դասերից մեկի ժամանակ խոսեցինք Լեոնարդո դա Վինչիի արվեստի մասին։ Հիմա շատ եմ ցանկանում պատմես Մոնա Լիզայի մասին։ Ես պրոֆեսոր Փորձերոնս հիմա քեզ կպատմեմ աշխարհի ամենահայտնի կտավի Մոնա Լիզայի մասին։ Մոնա Լիզա նկարել է Լեոնարդո դա Վինչին 1503-ից 1506 թվականներին, երբ ապրում էր Իտալիայում։ Դա Վինչին համարվում է իսկական բազմագիտակ։ Նա նկարիչ էր, գիտնական, ճարտարապետ ու երաժիշտ։ Համարյա ձեր սիրելի պրոֆեսոր Փորձերոնի նման։ Ներեցեք անհամեստ լինելուց համար, բայց այդպես է։ Լավ, շարունակեմ։ Իսկ Մոնա Լիզայի ամենամեծ գաղտնիքը այդ կնոջ ով լինելն է։ Ամենաընդունված կարծիքը նա Լիզա Գերարդինի անունով մի ֆլորենցիացի կին էր։ Նրա ամուսնու անունը Ֆրանչեսկո դել Ջոկոնդո էր, ու հենց այդ պատճառով նկարը նաև հայտնի է Ջոկոնդա անունով։ Բայց կան նաև ուրիշ վարկածներ։ Ոմանք ասում են դա իսկական մարդ չէ, այլև կնոջ իդեալական կերպար, որը հորինել է նկարիչը։ Մյուսները կարծում են, որ դա Վինչին նկարն իր դիմանկարի հիման վրա է ստեղծել։ Մի խոսքով վարկածները շատ են։ Բայց ինչու է նա այդքան հայտնի։ Նրա ժպիտը։ Մոնա Լիզայի ժպիտը առեղծվածային է։ Մեկ թվում է, թե նա ժպտում է, իսկ հաջորդ պահին թվում է, թե տխուր է։ Դա տեղի ունենում դա Վինչիի նկարչական հատուկ տեխնիկայի շնորհիվ երեխաներ։ Նրա աչքերը։ Եթե դու քայլես նկարի առջև, աչք կամ ձախ, նրա աչքերը միշտ նայում են քեզ։ Սա էլ է նկարչի վարպետության արդյունքը։ Նկարիչ ակատագիրը։ Մոնա Լիզան այսօր գտնվում է Փարիզի Լուվր թանգարանում, բայց այն միշտ այդքան հայտնի չի եղել։ 1911 թվականին նկարը գողացվել է թանգարանից։ 2 տարի ամբողջ աշխարհը խոսել է այդ մասին, իսկ գտնվելը դարձել է համաշխարհային սենսացիա։ Մոնա Լիզան համարվում է աշխարհի ամենաթանկ գործերից մեկը։ Կտավը պահվում է հատուկ ապակու ետևում, որը պաշտպանում է այն լույսից ու վնասումից։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ այցելում են Լուվր միայն Մոնա Լիզային տեսնելու համար։ Մոնա Լիզան խորհրդանիշ է կանացի գեղեցկության ու նրբության, արվեստի հանճարեղության, առեղծվածի, ինչու են ժպտում, ինչ է մտածում։ Հարցնում եք ինչ գաղտնիքներ են գտել, պատմեմ երեխաներ, քանի որ այդքան հետաքրքրված եք։ Ուլտրակարմիր լուսանկարով պարզվել է, որ դա Վինչին սկզբում նկարել է այլ տարբերակ։ Մոնա Լիզան ավելի լայն ժպիտով ու ավելի կարճ մազերով է եղել։ Այսինքն մենք տեսնում ենք ոչ թե առաջին, այլ մի քանի անգամ վերամշակված տարբերակը։ Ձեռքերի դիրքը։ Վերլուծությունները ցույց են տվել, որ դա Վինչին մի քանի անգամ փոխել է Մոնա Լիզայի ձեռքերի դիրքը։ Սկզբում դրանք դրված էին այլ կերպ, մյուս կերպ, հետո այս կերպ։ Նուրբ ծածկույթներ։ Նկարը ունի մոտ 30 թափանցիկ ներքի շերտ, որոնց շնորհիվ Մոնա Լիզայի մաշկը թվում է իսկական։ Թաքնված նշաններ։ Որոշ մասնագետներ նշում են, որ Մոնա Լիզայի աչքերում կարելի է տեսնել միկրոսկոպիկ տառեր L եւ V, որոնք գուցե նշանակում են Լեոնարդո դա Վինչի։ Բայց դա դեռ վիճելի հարց է։ Մոնա Լիզան իրականում չունի հոնքեր։ Այո, ոմանք կարծում են Լեոնարդոն ուղղակի չի հասցրել ավարտել գործը կամ տարիների ընթացքում դրանք մաքրվել են։ Գիտնականները արձանագրել են, որ նրա ժպիտը փոխվում է կախված այն բանից, թե դու որտեղից ես նայում։ Սա կապված է մարդու տեսողության հետ։ Մեր ուղեղը տարբեր անկյուններից տարբեր կերպ է ընկալում լույսն ու ստվերը։ Երեխաներ, Մոնա Լիզան հանելուկ է, որը դա Վինչին թողել է մարդկությանը։ Ամեն նոր տեխնոլոգիա բացահայտում է նոր մանրուքներ, բայց ամբողջական պատասխանը ինչու է նա այդպես ժպտում, դեռ ոչ ոք չգիտի։ Իսկ եթե հետաքրքիր է, թե ել ինչ ստեղծագործություններ ունի Լեոնարդո դա Վինչին, արդեն գիտես, թե ինչ պետք է անել։ Պրոֆեսոր փորձերո Բարև ձեզ սիրելի փորձերոն։ Ես Գորն եմ։ Խնդրում եմ պատմել, թե ինչպես է ստեղծվել լուցկին։ Ինչպիսի բոցավառ հարց Գոր։ Անպայման կպատմեմ։ Պատկերացրու, շատ տարիներ առաջ մարդիկ կրակ ստանալու համար ստիպված էին քարի ու քարի կամ երկաթի ու քարի շփումից կայծեր ստանալ։ Հետո դրանով կրակ։ Դա այնքան բարդ ու ժամանակատար գործ էր։ Հիմա մտածիր, ինչքան հարմար բան է լուցկին։ Մեկ շարժումով կրակ է ստանում։ Բայց դրա համար երկար ճանապարհ է պետք եղել։ 1600-ականների վերջում գիտնականները փորձում էին որոշակի քիմիական նյութերով կրակ ստանալ։ Սկզբում դա շատ վտանգավոր էր։ Օգտագործում էին թթուներ, պայթուցիկ նյութեր, իսկ արդեն 1680-ականներին անգլիացի Ռոբերտ Բոյլը փորձ արեց։ Թուղթը պատեց քիմիական փոշով ու քսեց ծծմբի կտորի։ Արդյունքում կայծ առաջացավ, բայց այն դեռ լուցկի չէր, փորձն շատ վտանգավոր էր։ Կավարկած, որ 1820-ականներին մի անգլիացի դեղագործ աշխատում էր իր լաբորատորիայում ու պատահմամբ հայտնաբերեց, որ եթե փայտիկը քսի իր պատրաստած քիմիական խառնուրդին, այն բռնկվում է։ Սա համարվում է առաջին իրական լուցկին։
Նա դրանք անվանեց fiction lights, գեղավային լույսեր, բայց այն ժամանակ լուցկիները շատ էին ծխում ու տհաճ հոտ ունեին։ Հետագայում հայտնվեց արդեն սպիտակ ֆոսֆորով լուցկի։ Դրանք շատ հեշտ էին վառվում, բայց նաև շատ վտանգավոր էին։ Մարդիկ կարող էին նույնիսկ թունավորվել միայն արտադրամասում աշխատելով։ Նույնիսկ հատուկ հիվանդություն կար՝ ֆոսֆորային ժանիք, որի պատճառով լուցկու արտադրամասում աշխատողների ատամները փչանում էին։ Եվ Եվրոպայում սկսեցին արգելել այդ լուցկիների արտադրությունը։ 1850-ականներ շվեդ Գուստավ Պաշը եւ Յոհան Լունդստրոմը ստեղծեցին ավելի անվտանգ լուցկիներ։ Նրանք լուցկու գլխիկի մեջ չդրեցին ֆոսֆոր, այլ դրեցին տուփի կողքը, այսինքն լուցկին վառվում էր միայն տուփի հատուկ կարմիր մակերեսին քսելիս։ Սա արդեն մոտ է մեր այսօրվա օգտագործված լուցկիներին։ Այսպես մի փոքրիկ փայտիկի մեջ ամփոփված է մարդու երկար որոնումների ու գյուտարարության պատմությունը։ Կարելի է ասել լուցկին ոչ միայն կրակ է տվել, այլև ազատություն։ Մարդիկ սկսել են հեշտությամբ ճամփորդել առանց մտահոգվելու, թե նոր վայրում ինչպես են կրակ ստանալու։ Երեխաներ, կցանկանաք հաջորդ անգամ պատմեմ կրակայրիչի մասին, որը համարվում է, կարելի ասել, լուցկու եղբայրն է։ Ասեմ մի հետաքրքիր փաստ, երեխաներ։ Կրակայրիչը ստեղծվել է ավելի շուտ, քան լուցկին։ Զարմացաք, ուզում եք իմանալ, թե ինչպես։ Դե։ Հրաշալի է։ Եթե հետաքրքրեց, ապա այդ հարցը ուղարկեք ինձ այս էլեկտրոնային հասցեին։ Պրոֆեսոր Փորձերո։ Եվ այսպես հաջորդ հարցը։ Մեզ գրել է 11 տարեկան Անին։ Նա հարցնում է. Սիրելի Փորձերոն, վերջերս նկատել եմ, որ համացանցից օգտվելուց հետո հիմնականում սոցցանցերից ինձ սկսում եմ հոգեպես վատ զգալ։ Կարող եք ասել, թե ինչ պատճառով է դա, եւ խնդրում եմ պատմել ինձ այդ մասին։ Կարծում եմ, երեխաներ, որ լավ կլինի այս մասին ձեզ մանրամասն պատմի իմ գործընկերը։ Եկեք հարցը տանք նրան եւ խնդրենք բացատրել նաեւ, թե ինչ է պետք անել, եթե սոցցանցերից օգտվելուց հետո քեզ վատ ես զգում։ Պրոֆեսոր Փորձերո։ Ողջույն, սիրելի երեխաներ, շնորհակալ եմ այս կարևոր հարցի համար։ Ինչու եմ մտնում Instagram կամ YouTube ու տխրում։ Այո, այս հարցը շատ երեխաների է հուզում, բայց գիտեք, քչերն են խոսում այդ մասին։ Ու շատ կարևոր է, որ այսօր դուք բարձրաձայնում եք այդ հարցը։ Եվ դա նշանակում է, որ դուք ամենաառաջի քայլն եք անում ինքներդ ձեզ հասկանալու։ Իրականում սոցիալական ցանցերը, Instagram-ը, YouTube-ը եւ նմանատիպ հարթակները այո, ստեղծված են, որ մենք ավելի միավորվենք միմյանց հետ, բայց երբեմն դրանք մեզ ստիպում են մենակ զգալ ու հաճախ նաև տխրել։ Հիմա կհարցնեք ինչու։ Որովհետև դուք դիտում եք ուրիշների շատ գեղեցիկ կյանքը, նրանց ուրախ դեմքերը, նվերները, ճամփորդությունները, գեղեցիկ տեսանյութերը եւ ձեզ թվում է, որ դուք ապրում եք շատ դատարկ կյանքով ու դուք ոչնչով չեք առանձնանում։ Իսկ մտածել եք ինչու է այդպես։ Դա նրանից է, որ դուք սիրում եք համեմատել ձեզ ուրիշների հետ եւ այդ համեմատության մեջ մի տեսակ դժգոհ եք մնում ձեզանից։ Ուզում եմ մի այդպիսի գաղտնիք բացահայտել։ Սոցիալական ցանցերում մարդիկ հիմնականում ցույց են տալիս միայն իրենց կյանքի ամենագեղեցիկ կտորները։ Բնականաբար դուք երբեք չեք տեսնի նրանց ձանձրալի օրերը, դժվարությունները, հիասթափությունները, վեճերը։ Դրանք նույնպես գոյություն ունեն։ Կյանքը միայն գեղեցիկ պահերի մասին չէ, այն հաճախ հիասթափությունների եւ նաեւ ձախողումների մասին է։ Իսկ քո կյանքը դու տեսնում ես ամբողջությամբ, եւ լավը, եւ վատը։ Այստեղից էլ սկսվում է ներքին հակասությունը, երբ որ քեզ թվում է դու ինչ որ բանով վատն ես, դու ինչ որ բանով զիջում ես։ Մեր հարցումները ցույց տվեցին, որ շատ երեխաներ են առնչվում այդ խնդրի հետ։ Ոմանք գիտեն ինչպես դա հաղթահարել, իսկ շատերը չգիտեն դրա դեմ պայքարելու ձևը։ Հիմա եկեք ծանոթանանք իրավիճակին եւ գտնենք, որն է ճիշտ պատասխանը։ Ծանոթացեք, Հասմիկը 12 տարեկան է։ Շատ խելացի, հետաքրքրասեր ու ստեղծագործ աղջիկ է։ Նա էլ բոլորի պես սիրում է ժամանակ անցկացնել սոցցանցերում։ Սկզբում Instagram ու YouTube էր մտնում պարզապես ժամանցի համար։ Բայց ժամանակի ընթացքում սկսեց նկատել, որ ինքն արդեն օրական 4-5 ժամ անցկացնում է էկրանին նայելով, եւ համեմատելով իր կյանքը սոցեջերի կյանքի հետ, սկսեց մտածել, որ այնքան էլ հետաքրքիր առօրյա չունի։ Նա սկսեց հետևել հայտնի բլոգերների եւ համադասարանցիների էջերին։ Նրանց լուսանկարները միշտ լուսավոր էին, ուրախ, ցուցադրում էին թանկ հեռախոսներ եւ նոր հագուստ։ Հասմիկը սկսեց մտածել. Իմ կյանքում ինչ-որ բան սխալ է։ Այդ միտքը սկսեց տանջել նրան։ Նա դադարեց հետաքրքրվել ինչ-որ բաներով, որոնք նախկինում ուրախացնում էին նրան։ Նա սկսեց իր մասին վատ բաներ մտածել։ Չէր ուզում դուրս գալ տնից։ Հասմիկը ուղղակի կորցրեց վստահությունը ինքն իր հանդեպ։ Այսպիսով երեխաներ, մեզ ծանոթ այս իրավիճակը
լուծում ունի, ինչպես բոլոր իրավիճակները։ Ահա մի քանի վարժություն։ Դրանք կարող են ձեզ օգնել, նաև օգնել մեր հերոսին։ Այս վարժությունը, որ ես ձեզ կառաջարկեմ, ճշմարտության ակնոց է կոչվում։ Ամեն անգամ, երբ տեսնում ես Instagram-ում մի գեղեցիկ նկար կամ տեսանյութ, սպասիր մի վայրկյան ու հարցրու ինքդ քեզ. արդյոք դա ամբողջ իրականությունն է։ Մեզ համար կարևոր է տարբերել իրականը այն ամենից, ինչ տեսնում ենք վիրտուալ աշխարհում։ Այս բարձ հարցերը կօգնեն քեզ չընկնել տեսածիդ թակարդը։ Շատ կարևոր է, որ մենք ավելի իրատեսաբար նայենք այն ամենը, ինչ տեղի ունենում է շրջապատող աշխարհում։ Շատ կարևոր է, որ մենք կյանքը չգնահատենք այն լայքերով եւ այն նկարներով, որոնք որ գտնվում են վիրտուալ աշխարհում։ Կարևոր է, որ մենք փորձենք գրի առնել այն կարևոր բաները, գեղեցիկ պահերը, որոնք մեզ հետ են լինում մեր իրական կյանքում։ Դրանք կարող են լինել մեր սիրելի ընկերների հետ անցկացրած ժամանակը, դրանք կարող են լինել մայրիկի պատրաստած համեղ ուտելիքները, դրանք կարող են լինել մեր ընկերների հաճելի խոսքերը ուղղված դեպի մեզ, ընտանեկան ընթրիքը, ընտանեկան ֆիլմ դիտելը։ Այս ամենը իհարկե կարևոր եւ հաճելի իրողություններ են, որոնք մեր կյանքում պարբերաբար տեղի են ունենում։ Եվ ես կարծում եմ դրանք ավելի իրական են, եւ ես կարծում եմ դրանք ավելի տաք են, ավելի ջերմ են, բայց մեզ մնում է միայն տեսնել դրանք։ Իսկ այն ամենը, ինչ որ մենք տեսնում ենք նկարներում, դրանք հաճախ ոչ այնքան ազնիվ կարող են լինել, եւ դրանք ուղղակի կադրեր են, որոնք վերցվել են մեր կյանքի փոքրիկ, գեղեցիկ ու երջանիկ հատվածներից։ Իրականում ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք Instagram-ում կամ YouTube-յան որևէ ցանցում կարող եք լինել ընդամենը 30 րոպե։ Այդ 30 րոպեի ավարտից հետո ուղղակի հարցրեք ձեզ. ինչ կարող եմ անել ես հիմա, օրինակ նկարել, գիրք կարդալ կամ որևէ բան ստեղծել։ Երբ որ դու պարապ չես, դու սկսում ես քեզ ավելի լավ զգալ։ Եվ կարևոր է, որ մենք մտածենք ոչ թե մենք տարբեր ենք այն մարդկանցից, ում գեղեցիկ պահերի ականատեսն ենք սոցցանցերում, այլ հարցնենք ինքներս մեզ. ինչ կարող եմ ես անել իմ կյանքը ավելի գեղեցիկ եւ ավելի գունեղ դարձնելու համար։ Եվ դրանք անշուշտ ձեզ կօգնեն ոչ թե համեմատող դառնալ, այլ ստեղծող, արարող եւ ոգեշնչվող։ Հասմիկը փորձեց վարժությունները։ Սկզբում դժվար էր։ Նա անգամ չէր հասկանում, ինչն է սիրում, իսկ ինչը ոչ։ Բայց օրեցօր նա սկսեց հիշել, ինչքան է սիրում առավոտյան հեծանիվ վարել կամ զբաղվել նկարչությամբ, կամ էլ ասենք բարձրաձայն երգել, երբ մենակ է։ Նա որոշեց կես ժամ Instagram, ու այն էլ միայն այն էջերը, որոնք իրեն ոգեշնչում էին, ոչ թե ընկճում։ Մի օր էլ Հասմիկը ինքը վեր բեռնեց իր նկարներից մեկը ու մեկնաբանություն գրեց։ Ու նա հասկացավ, ինքն աշխարհին ցույց տալու բան ունի։ Հասմիկը հասկացավ, որ սոցցանցերում երևացող կյանքը այնքան էլ նման չէ իրականությանը։ Նա սկսեց ապրել իր սովորական կյանքով եւ կիսվել իր հաջողություններով ընկերների հետ։ Սա Հասմիկն է։ Հիմա նա գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում սոցիալական էջերի ցույց տված կյանքը։ Հիշիր, որ այդ գեղեցիկ, գունեղ եւ կենթանի պահերը ամեն օր կան քո կյանքում։ Կենտրոնացի այդ գեղեցիկ պահերի վրա։ Երբ որ դու քո կյանքը համեմատում ես ուրիշների լավագույն պահերի հետ, դու մոռանում ես ով ես դու, որովհետև դու կարծես ձուլվում ես նրանց, փորձում ես կրկնել նրանց, ու այսպես դու կորցնում ես ինքդ քեզ։ Բայց երբ որ սկսում ես ճանաչել, սիրել ու ցույց տալ ինքդ քեզ, իրական մարդուն, դու սկսում ես քեզ ավելի լավ զգալ, որովհետև գեղեցիկ է այն, ինչ որ անկեղծ է, ինչ որ իրական է։ Ու հենց այդ ժամանակ էլ ուրիշներն են սկսում հավանել քեզ այնպիսին, ինչպիսին որ դու կաս։ Դու չպետք է փորձես փոխվել, նմանվել մեկ սրան, մեկ նրան։ Դու պետք է ինքդ քեզ գտնես, միանաս ինքդ քեզ եւ շարունակես քայլել քո կյանքի գեղեցիկ ճանապարհը։ Եվ ես հավատում եմ, որ դու կարող ես դա անել։ Պրոֆեսոր Փորձերով Այսպես երեխաներ, մենք իմացանք, թե ինչ հետևանքներ է ունենում համացանցում շատ ժամանակ անցկացնելը։ Հիմա, սիրելի ընկերներ, հարցերին պատասխանելուց հետո ժամանակն է անցնելու փորձի։ Մենք կհետևենք հետաքրքիր գիտափորձի։ Պրոֆեսոր Փորձերով Բարև ձեզ սիրելի մեծիկներ եւ փոքրիկներ։ Այսօր ես եւ իմ երկու գործընկերները խնդրում եմ ներկայացեք։ Ներկայացեք։ Ասա։ Արեք, որ ասում ներկայացեք, անունդ կասես, լավ։ Սիրելի ծնողներ, այս գիտափորձը կրկնեք եւ ուղարկեք մեր սիրելի փորձերոնին։ Փորձերոն։ Ավարտեցի փորձերը, Ավարտեցի, Արեգ ջան։
Արեք ջան, բա գործերը տապարտեցիր։ Բարև ձեզ իմ սիրելի մեծիկներ եւ փոքրիկներ։ Այսօր ես, Անին եւ իմ երկու գործընկերները խնդրում եմ ներկայացեք։ Արեք, Դավիթ։ Փորձարկում ենք կատարելու, որի համար մեզ անհրաժեշտ է ցանափոշի, Մեծ տարան։ Ջուր։ այսպեսով ինչ է պետք անել։ Տարայի մեջ լցում ենք ջուր, եկեք միասին լցնենք։ Տրտեք Ես կլսնեմ։ ջուրը։ Այո, լսրեին։ Այսպեսով լցրեցինք ջուրը, իսկ հիմա ավելացնում ենք ցանափոշին։ Ավելացրեցինք։ Միասին։ Հա։ Սաղլսրու։ Յունա գալի։ Հարգելի հեռուստադիտողներ, կարևոր է սա անել շատ արագ, որպեսզի ցանափոշին չհասցնի լուծվի ջրի հետ։ Հաշվում ենք 3-ը, ձեռքերը մտցնում ենք։ Դանդաղ։ 2, 3, դանդաղ մտցրեք։ Հələ նայեք ձեռքերը։ Մտցրապահի։ Սերունա։ Լավը։ Այսպեսով տեղի ունեցավ այսպեսի հետաքրքիր գիտափորձ, որտեղ երեխաները ձեռքը մտցնում են ջրի մեջ եւ ձեռքերը չի թրջվում։ Դուք էլ կարող եք անել այս գիտափորձը ձեր տանը եւ ունենալ գեղեցիկ եւ հետաքրքիր ժամանակ ձեր երեխաների հետ։ Շնորհակալություն, ձեզ հետ մենք էինք։ Հաջողություն։ Հաջողություն։ Profesor Potsero. Պարզ է հարցերուն, շատ պարզ է։ Սիրելի փոքրիկ գիտնականներ, մեր գիտական արկածը մոտեցավ իր ավարտին։ Շնորհակալ եմ ձեր հետաքրքրասիրության եւ հրաշալի հարցերի համար։ Հիշեք, աշխարհը լի է զարմանալի բաներով, ու ձեր հարցերը կարող են ձեր առջև բացել նոր դռներ գիտության աշխարհում։ Հուսով եմ այսօր նոր բաներ սովորեցիք։ Դե ինչ, մինչ նոր հանդիպում, մնացեք հետաքրքրասեր, ամեն օր նոր բաներ սովորենք։ Ցտեսություն եւ մինչ նոր հանդիպում։ Profesor Potsero. Potsero profesor. Nora sottori aisor. Potsero profesor. Profesor. Potsero. Profesor Potsero.